Տիկին Գյուրեղյան փաստորեն դատախազը դիմել է ազգային ժողով, որպեսզի ձեր ֆրակցիայի ղեկավարը եւ քարտուղարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեն հանրային եւ պատճառը, ինչպես միջնորդագրում է նշված, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի տարածքում պարոն Օհանյանը ապօրինի հողատարածքը ձեռք բերել, իսկ Արծվիկ Մինասյանը օժանդակել է նրան։ Նախ ինչ հողատարածքի մասին է խոսքը ու առհասարակ միջնորդագրի մասին։ Անկեղծ ասած, ես չգիտեմ ինչ հողատարածքի մասին է խոսքը, միջնորդագիրը դե նոր են ներկայացրել, ազգային ժողովի կայքում նոր է դրվել, նոր եմ ծանոթանալու, ամբողջությամբ դեռ չեմ ընթերցել, բայց ես առավել քան համոզված եմ, որ այս ամենը շոուի իրենց շոուների շարունակությունն է, հերթական շոուն է, եւ եթե հիշում եք, վերջին նիստերից մեկում այդ Նիկոլ Փաշինյանի այն բուրըն հիստերիկ ելույթի արդյունքում նա սպառնաց Օհանյանին եւ մեր ընկերներին համբալ եւ այլն այդպիսի կոչերով եւ դուք կհայտնվեք ԱԱԾ-ի պատվալներում, այդ նրա խոսքերից մեջբերում է եւ ըստ էության այդ սպառնալիքը իրենք ուզում են գործնական սեղանի վրա դնել, գործնական դաշտ բերել եւ հրահանգ է ստացել դատախազը իր սահմանադրական բոլոր լիազորությունները թողած այդ հրահանգը կատարելու եւ այդ սպառնալիքին ի պատասխան նման միջնորդագիր է ներկայացրել, ինչքանով է լուրջ մշակված, ինչքանով է դա իրապես միջնորդագիր, որը արժանի է նման թույլտվության ազգային ժողովի, դա կքննարկենք, կիմանանք, կնայենք, բայց ես առավել քան համոզված եմ եւ դա այդպես է, որ իրենք հենց տեղները նեղանում է, այսպես ասած, մի հատ հերթական շոու հանրության մեջ գցում են, որ հանրությանը զբաղեցնեն։ Բայց ձեր թիմակիցներից հարցրել եք արդյոք հետաքրքրվել այս մեղադրանքը ինչին է առնչվում, ինչ հողատարածքի մասին։ Այսօր ես հենց նոր եմ առավոտից հանձնաժողովի նիստի էի, կրթության հանձնաժողովի նիստն է, որտեղ բյուջեի կատարողականներ քննարկվում, ես ընդամենը նոր եմ դուրս եկել եւ հետեւաբար առայժմ հետո խմբակցությունում իհարկե մենք լրիվ մանրամասը կքննարկենք, մեր մոտեցումները կսահմանենք եւ ըստ այդմ կառաջնորդվենք։ Դեռ թիմում չենք ասել, էլի եմ կրկնում, դա ընդհանրապես նոր է դրվել կայքում եւ խմբակցության համապատասխան նիստով մենք ամեն ինչ կկնքենք, բայց այնտեղ բացի շոուից ուրիշ բան չկա, ինչպես մնացած բոլոր դեպքերում։ Եթե եկեք նայենք, քանի նման գործ է այսպես շոուի մակարդակով, այսպես հանրությանը որպես կարևոր գործ մատուցվել եւ այդ քանի գործից քանիսն են ավարտին հասցվել դատարանի վճիռով, այդ կհասկանանք, որ այնտեղ ոչ մի բան չկա։ Հարյուրների մասին խոսում են միավորներով, մինչև տասնյակ անգամ չկան գործեր, որոնք վերջնական դատավճռով, որոշում են կայացվել։ Դա իրենց գործելավոճն է, դա իրենց ձևն է, հերթական շոուն է, այնպես որ ոչ մի բան չկա, իսկ այդ նշանակում է իրենք լուրջ վտանգ ունեն չվերարտադրվելու, չվերընտրվելու եւ հանրությանը զբաղեցնելու են ինչպես 21 թվականին, ինչպես նախորդ ավելի սկզբում հանրությանը խոստումներ, տարբեր զբաղմունք քննարկումների, որպեսզի իրենց հիմա բյուջեի կատարողականն է, իրենց չկատարած խոստումները հանրությունը չքննարկի, որտեղ իրենք լուրջ խոստումներ են տվել, իրենք լուրջ չկատարումներ ունեն այդ խոստումների, իսկ կատարման ժամկետը ընդամենը մինչև 25 թվականի դեկտեմբերի 31-ն է, կամ լավագույն դեպքում մինչև 26 թվականի հունիսը, եւ բյուջեի քննարկումների ժամանակ անընդհատ մենք խոսում ենք իրենց խոստումների ու չկատարումների մասին եւ դրանցից հանրությանը շեղելու, իրենց վերընտրվելու համար որոշակի փրփուրներով որոշակի նոր լսարան ձեռք բերելու գործընթաց է սկսել Նիկոլ Փաշինյանը։ Տիկին Գյուրեղյան, բայց ակնհայտ է, որ եթե դատախազը միջնորդագիր ներկայացրել է, արդեն պարզ է, հետագա ընթացքով, որ իշխանական պատգամավորները ինձ համաձայնությունը տալու են ու այս ամենի ընթացք ունենալու է ձեր քայլերը, որոնք են լինելու։ Ամեն դեպքում ֆրակցիայի ղեկավարն ու քարտուղարը։ Այո, ուրեմն իրենք պետք է գործը սկսեն, իրենց կանչեն, նման գործեր վաղուց են սկսել, տարբեր պատգամավորների նկատմամբ կանչում են հարցաքննության, դատը հետաձգում են, դատը երկարացնում են եւ մինչեւ օրս ոչ մի նման գործ չի ավարտվել, որովհետեւ ոչ մի գործի հիմքում հիմնավոր պատճառներ եւ հիմնավոր ապացույցներ չկան։ Սա էլ դրանցից մեկն է։ Ընդհանրապես ավելորդ քաշքշուկի են ենթարկվելու Արծվիկ Մինասյանը եւ պարոն Օհանյանը
ավելորդ անգամ գնալու են դատերին, գնալու են չի կայանալու դատերը եւ այլն։ Էլի եմ կրկնում, նման բազմաթիվ փորձերից ոչ մեկը դեռևս իր ավարտին չի հասել, որովհետեւ բացակայում են հիմնավորումները։ Սա էլ նման գործ է, այնպես որ պարզապես քաշքշուկի մեջ են գնելու մեր ընկերները։ Տիկին Գյուրեղյան նաև գիտենք, որ ընդդիմադիր մյուս խմբակցությունը արդեն վարչապետ իր տեխնատուն է առաջադրել Դավիթ Համբարձումյան, ձեր խմբակցությունը հայտարարել է, որ իր պատրաստ է իր ստորագրությունները տալ ու քննարկումներ է սկսելու, ինչ հնարավոր է նորից, ինչպես նախորդ հայտարարության մեջ էր, հիմա եւս ինչ-որ նախապայմաններ առաջ բերվեն։ Մեր հայտարարության մեջ որևէ նախապայման չկա, դուք կարդացել եք։ Քննարկումների ընթացքում առայժմ հասկանում եք, քանի դեռ նախաձեռնողը չի բերել այդ փաստաթուղթը, որի տակ մենք այդ պակասող ստորագրությունները պետք է դնենք, ինչ քննարկումների մասին է խոսքը, բայց մենք, եթե ասում ենք մենք պատրաստ ենք ստորագրելու, նշանակում է պատրաստ ենք ստորագրելու։ Հայտարարության մեջ դուք նման բան տեսել եք, չկա նման բան։ Չէ, ես հետագան նկատում Հետագան ինքը հետագան ցույց կտա, մենք չենք պատկերացնում նախաձեռնող խումբը ինչ պետք է մի ուրիշ բան նախաձեռնի, որ մենք այդ պահանջը դնենք, բայց այս պահին առանց որևէ բան մենք ասել ենք, մենք պատրաստ ենք դնելու մեր ստորագրությունները, այսպես ասած, հիմա մենք սպասում ենք ու շատ լավ կլինի, որ այդ գործընթացը իրականում վերջնապես սկսվի ու արդյունք տա, որովհետև քանի դեռ այս իշխանությանը մենք երկիրը կորցնելու լուրջ վտանգների առաջ ենք։ Այնպես չի, որ մենք կողմ չենք այդ իմպիչմենտի իրական գործընթացը սկսելու եւ արդյունավետ ավարտին հասցնելուն։ Իսկ որպես դաշինքի առաջնորդի երկրորդ նախագահի հետ այս ամենը քննարկվել է։ Այն, որ մենք ստորագրում ենք, իհարկե քննարկվել է նաեւ իր հետ։ Իսկ դրանից հետո ինչ կլինի, արդեն մեր հաջորդ խմբակցության քննարկումների ժամանակ մեր դաշինքի ղեկավարը շատ հաճախ է մասնակցում, գրեթե մեծամասնության, եթե չասեմ բոլորին, այնպես որ դա շատ նորմալ երևույթ է, որ մենք կքննարկենք եւ հետագայում էլ մեր գործելավոճը կճշտենք այդ հարցի ուղղությամբ, բայց ելի եմ կրկնում, մենք միշտ ձգտում ենք հասնել այն իրավիճակին, որ այս իշխանությունից փորձենք հեռացնել այս երկիրը քանդող վարչապետին ու իր թիմին։ Տիկին Գյուրեղյան, ամեն դեպքում, որ այս նախագիծը մտնի ազգային ժողով, պետք է նաև հավելեր երկու ձայն, այս դեպքում Հովիկ Ղազարյան եւ Հակոբ Ասլանյան, ովքեր կտրականապես հրաժարվել են։ Գիտեք ինչ, մենք ասում ենք, ասենք այդ երկուսի անուն ենք տալիս, բայց այնտեղ կա Գեգամ Նազարյան եւ այնտեղ կա Իշխան Զաքարյան։ Ամեն դեպքում հասկանում եք, սա իրապես նախաձեռնող խմբի գործունեության շրջանում է եւ երբ որ մենք ասում էինք, որ կսկսենք ճիշտ ժամանակին, մենք այս պահին պատրաստ չենք սկսելու, հենց դա ի նկատի ունեինք, բայց եթե նախաձեռնող խումբը, պատիվ ունեմ, ինքը սկսել է, նշանակում է ինքը նաեւ որոշակի բազա ունի այդ հարցերը հաղթահարելու, շատ ավելի լավ, եթե մենք շատ ավելի շուտ կարողանանք այդ երկու ստորագրությունների հարցը ավելի շուտ հաղթահարել, չնայած դրանից հետո, գիտենք, 72 ժամ է պետք եւ դրանից 72 ժամվա ընթացքում մենք պետք է նաև +18 ապահովենք։ Այստեղ անհրաժեշտ է հանրությունը, այստեղ անհրաժեշտ է քաղաքային շարժումը։ Բերեք, գիտեք ինչ ասեմ, ես մեր կողմից ոչինչ այս պահին չասեմ, որովհետև նախաձեռնող խումբն է իր նախաձեռնությունը սկսելու, թե իրենք ինչ են անելու, ինչպես են անելու, դա իրենց խնդիրն է եւ ես բոլորովին լիազորված չեմ նման որևէ բան, եթե նույնիսկ գիտեմ էլ բարձրաձայնեմ։ Եվ Տիկին Գյուրեղյան, գիտենք, որ իշխանությունները մի նոր հարց են օրակարգ բերել, ասում են պետք է համակարգող խումբ ձևավորենք, որը պետք է զբաղվի նոր կաթողիկոսի ընտրության հարցով, ու Նիկոլ Փաշինյանը, ինչպես հասկացանք, դրա մասնակից եւս լինելու է։ Գիտեք ինչ, ըստ էության սահմանադրությամբ, որևէ վարչապետի, որևէ խորհրդարանական ուժի իշխանության որևէ մեծամասնության թե փոքրամասնության նման լիազորություն չի տրված նոր վեհապար ընտրելու եւ իրենք շատ լավ հասկանում են այդ ամենը, ինչ ընտրության մասին է խոսքը, իրենք չեն որոշելու վեհապարի ընտրությունը երբ են անելու, ինչ, դա կա որոշակի արարողակարգ եւ սահմանադրությամբ ասում է, որ իշխանությունը պարտավոր է ընդունել հայ առաքելական եկեղեցու դերը Ընդհանրապես, այսինքն ով է Նիկոլ Փաշինյանը, ով է նրա թիմը, որ որոշի ու հետն էլ իրականացնի վեհապարի նոր ընտրություն։ Հասկանում եք, դա ուղղակի ծիծաղելի է։ Դա ասում են խախտել են կուսակրոնության ուխտը դրժա։ Դա իրենց խնդիրը չի։
դա եկեղեցու խնդիրն է, վեհապարի ընտրությանը մասնակիցների, ընդեղի падգամավորների խնդիրն է, հասկանում եք, այդ ինքը այնքան բանախախտել, որը հենց իր լիազորությունների շրջանակում ա եղել, թող ինքը իր խախտումների մասին մտածի, ինքը իր խախտումները թողած, անցել է ուրիշ ոլորտի, ուրիշ ուժի, ուրիշ կառույցի խախտումների մեջ, այնտեղ որտեղ ինքը ընդհանրապես ոչ լիազորություն ունի, ոչ որևէ դեր ունի։ Ինքը ընդհանրապես լավագույն դեպքում կարող էր հանդես գալ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որին ես խիստ կասկածում եմ։ Դե չէ, ինքը անդադար գրառում եմ, շեշտում է հենց, որ ինքը այս ամեն անում է որպես հենց եկեղեցու հետևորդ։ Ես էլ եմ ասում, որ այն վարքագիծը, որ ինքը անում է հայ ժողովրդի Հայաստան պետության նկատմամբ, դա որևէ կերպ չի նույն հարթության մեջ դրվում հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինելու հետ եւ բացի դա այդքան գլուխ խոնարհումները թուրք-ադրբեջանական տանդեմին, այդքան նրանց իրենցից պահանջների կատարումը ու հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինելը խիստ տարբեր են։ Այ հիմա ինքը երբ որ նման կոչ է անում հանրության մեջ, սա եւ եթե այդպես նայենք, ապա մամուլի, հաղորդագրություններով վերևում է, որ ինքը բանակցում է այլ աղանդավորական ուժերի հետ, որ մասնակցեն նման պայքարին, փողոց դուրս գան կամ չգիտեմ ինչպես ինքն է պատկերացնում։ Բայց հայ առաքելական եկեղեցու հետևորդը կգնա կբանակցի աղանդավորական որևէ ուժերի հետ, որպեսզի նրանց հետ միասին պաշարի հայ առաքելական եկեղեցին, էլ որտեղ մնաց հետևորդ լինելը։ Ամենալավառ ապացույցը այդ բանակցում ես հայ առաքելական ոչ եկեղեցու ոչ հետևորդ աղանդավորական ուժերի հետ եկեղեցուն շրջապատելու մամուլի հաղորդագրումներից, ես չգիտեմ, ես նշեցի հենց մամուլի հաղորդագրումներից, ես նման փաստեր չունեմ, ամենայն դեպս մենք կարող ենք, չէ, եթե Աստված մի արած է իսկապես իր այդ ֆանտազիան հասնի դրան, որ նման խումբ անի, մենք կտեսնենք, չէ, կիմանանք, չէ, թե այդ որ ուժերի ներկայացուցիչներն են իր կողքին կանգնել, այսինքն դա շատ պարզ ապացուցվող փաստ կլինի, բայց միայն այն, որ իր մտքով նման բան է անցել, դա արդեն ապացուցում է, որ ինքը չի կարող լինել հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Պարզապես ինքը շատ լուրջ վտանգ է տեսնում հայ առաքելական եկեղեցուց իր իշխանությունը պահելու հարցում։ Ինքը խիստ համոզված է, որ հայ առաքելական եկեղեցին, ասենք հայ հեղափոխական դաշնակցությունը, բոլոր ազգային ուժերը այսօր միավորվելու են իրեն իշխանությունից հեռացնելու համար, երկիրս մարտահրավերներից փրկելու համար, ինքը իր վերարտադրության համար է անում։ Հավանաբար ադրբեջանական, թուրք-ադրբեջանական տանդեմից հրահանգ է ստացել, պայքարել եւ հիշենք, որ սա սկսվեց այն ժամանակ, երբ որ վեհապարը Շվեյցարիայում համաժողովի ընթացքում խոսեց Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, խոսեց արցախահայերի վերադարձի միջազգային իրավունքների իրականացման մասին։ Սա էր պատճառը։ Եվ ինքը վտանգ է տեսնում իր իշխանությունը կորցնելու, իսկ իր իշխանությունը կորցնելուց հետո գալու է անմիջապես իր արածների համար պատասխանատվություն տալու պահը, բայց ոչ մեկը իրենից լավ չգիտե, թե ինքը ինչ է արել այս երկրի գլխին, ինքը շատ լավ հասկանում է, թե իշխանությունը կորցնելուց հետո ինքը ինչ պատասխանատվության առաջ է կանգնելու։